Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ռուսաստանն առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրել Մոսկվայում։ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին եւ Բաքվին խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին օրերս հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը։ Իրականում Ռուսաստանի այս խաղաղասիրական ելույթների տակ թաքնված է ոչ թե անկեղծություն, այլ վերահսկողությունը վերականգնելու փորձ։ Ինչ իրավունքով է Մոսկվան խոսում խաղաղության մասին, երբ լուր դիտում էր Հայաստանի պարտությունները դաշնակցային պարտավորությունները խախտելով։ Այսպես ասած, խաղաղարար Ռուսաստանը երկար տարիներ հանդես էր գալիս որպես միջնորդ, բայց 2020 թվականին ոչ թե կանգնեցրեց պատերազմը, այլ ապահովեց իր զինուժի մուտքը Արցախ։ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները լուր հետևում էին, թե ինչպես Ադրբեջանը 2023 թվականին հարձակվեց Արցախի վրա։ Իսկ Արցախի հայության զանգվածային տեղահանումը տեղի ունեցավ ռուսական ներկայության պայմաններում։ Այսքանից հետո Մոսկվայի խաղաղարար դերը իրականում դիմակ է։ Ռուսաստանի առաջարկությունները ենթադրում են խաղաղության անվան տակ վերահսկողություն եւ քաղաքական կախվածություն։ Այդ առաջարկությունը չի բերելու արդարություն, հետեւաբար կայունություն էլ չի կարողանալու ապահովել։ Հայաստանը փորձում է ձերբազատվել կախվածությունից, եւ սա հենց այն է, ինչից վախենում է Մոսկվան։ Ռուսաստանը չի կարող լինել խաղաղության երաշխավոր, նրա վարքագիծը բացառապես շահամոլությունն է։ Եթե պայմանագիրը ստորագրվի Մոսկվայի հովանու ներքո, ապա դա կլինի ոչ թե խաղաղություն, այլ նոր գերություն։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։